Երեսանց պարզ խոսալը ավելի ճիշտ է, քան թե տակից սև գործանելը։ Թշնամիտ գիտես, որ թշնամիտ է, բայց բարեկամ ձևանալը ու թշնամություն անելը դա լավ բան չի էլի։ Թշնամիտ դու ընդունում ես թշնամի, պատրաստես նրա դեմ ասենք պայքարելու, բայց բարեկամը որ տակից դավաճանություն անում, դա լավ բան չի։ 110 տարի, այս տարի լինում է ապրիլի 24-ին, դա շատ ցավալի թեմա է, այդ դրա մասին կարելի է խոսալ երկար, բայց պետք է մեր ղեկավարությունը, մեր ազգի ղեկավարությունը պետք է դիվանագետ լինեն, որտեվ իր գեոպոլիտիկան եւ իր գեոգրաֆիան տեղում իր լոկացիայով մի քիչ լավ վիճակում չի։ Ունենք հարևաններ, ունենք Վրաստան հարևան, ունենք Ադրբեջան հարևան, Թուրքիա, Պարսկաստան։ Մենք միշտ մուսուլմանների մեջ ենք ապրել։ Դրա համար պետք է դիվանագետ լինենք, որ առաջ տանենք։ Իսկ ինչ վերաբերում է հարաբերությունը Թուրքիայի հետ, այսօր մենք ապրում ենք սովորեմենի աշխարհով, հա, հարաբերությունը պետք է լինի, բայց մենք պետք է տանենք առաջ, որ բոլոր ազգերը ընդունեն ու դա պատմական գրքերի մեջ գրված լինի, ու Թուրքիա ազգը թող ներողություն խնդրի, որ մեր սրտերը հանգստանա։ Իմ համար չկա բարեկամություն թշնամու հետ, կլինի դա Թուրքիան թե Ադրբեջանը, տարբերություն առանձնապես չեմ տեսնում։ Ես այն մարդն եմ, որ չեմ ընդունում այդ ամեն ինչը, չեմ գնացել Թուրքիա, չեմ գնալու, չեմ հանգստանալու, իմ համար որպես երկիր ինքը թշնամու երկիր է։ Ես կարծում եմ հնարավոր է Թուրքիայի հետ բարեկամանալ, դիվանագիտություն պետք է ընդհանրապես իրականացնել եւ դա ի նպաստ հայ ժողովրդին եւ Հայաստանի համար իմ կարծիքով շատ լավ կլինի։ Я считаю, что мы не должны поддерживать какие-либо отношения с Турцией, так как это не та страна, с которой можно иметь вообще в принципе любые политические или любые отношения, потому что этот народ, эта нация, грубо говоря, вырезали нас, и в силу исторических событий это гипотетически никак невозможно. Բացառվում է Հայաստանի իշխանությունը նույնիսկ ամաչում են, որ ասեմ իրանք Հայաստանի իշխանություններն են, իրանք տանում են բացառապես թուրքական օրակարգ, որովհետև եթե Հայաստանի շահերը պաշտպանող լինեին, նախ Արցախը չէր հայաթափվի։ Ոչ մեկ մեր կառավարության, մանավանդ մեր վարչապետի բերանից չէր քաշում, որ ինքը ասեր Արցախը Ադրբեջանի մաս է եւ վերջ։ Նախ դա առաջինը եւ երկրորդը մեր ռազմագերիների հարցը եւ ընդհանրապես գերիների հարցը որևէ իր հանդիպումներում Ալիևի հետ չի քննարկվում համենայնպես մենք չգիտենք որ որևէ հարց առաջ է գնում կամ լուծվում է դա երկու եւ ինչ է նշանակում եթե այսօր մեզ Արցախի հարցով ցեղասպանության են ենթարկել Ինչպես կարելի է խաղաղություն կնքել, դա կեղծ օրակարգ է ուղղակի շղարշելու համար, որ իրենք խաղաղություն են բերում, սակայն արդյունքում Հայաստանի ինքնիշխանության լուծարումն է։ Я считаю, что нет. Мне кажется, единственный союзник Армении – это Россия, и в Европу нам точно не нужно. Это не тот путь, который мы можем поддерживать, тому, к примеру, Грузия и все остальное. Ես կարծում եմ, մինչև եվրոինտեգրման հարցը լուծելը պետք է կառավարությունը այդ վարչապետը նախ եւ առաջ հաշվար կանի, թե ռուսական կողմից հրաժարվելու դեպքում ինչ էական վնասներ կպատճառվի մեր պետությանը, այդ թվում նաեւ պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան արդեն 10 տարի եւ ավելի ժամանակ է եվրոինտեգրվում է, մինչեւ որոշ չի ինտեգրվում, առհասարակ անգամ ասում են, որ հեռանկարներ չկա ընդունելու, միջազգային փորձը պետք է հաշվի առնել, հատուկ մասնագետների հետ քննարկման առարկա դարձնել, միջև մի քայլի դիմելը։ Այդ թվում պետք է նաև հաշվի առնել եվրոինտեգրման արդյունքում ինչ պիտի պետությունը քաղի, հոգու ժողովրդի նախ եւ առաջ, կամ ԵԱՏՄ պետության մեջ մնալով ինչ պիտի քաղի։ Այստեղ ես բավարար գիտելիքներ չունեմ, որ վստահ կարծիք ասեմ, բայց երևի զարմանքս ներառի իր մեջ արդեն պատասխան է, քանի որ չեմ պատկերացնում այդ ծավալի եւ հաճախականության արտահանում Հայաստանից դեպի արևմուտք գուցե զարմանքս արդեն պատասխանը լինի, չգիտեմ, եւ շատ եմ զարմանում այդ տենչը, գիրքը միակողմանի դեպի արևմուտքին։ Դեպի Եվրոպա ուղին, այսինքն նայեք իրականության մեջ ինչ եղավ։ Վրաստանը այսօր 15 տարուց ավել սպասում է Եվրոմիության անդամ դառնալուն։
Եվ նաև նկատի ունենանք, որ Վրաստանը մեզպես թշնամիներ չունի, որոնք իրանց ատամները սրած սպասում են, երբ պիտի Հայաստանը ինքնիշխանությունը կործանվի։ Երկրորդը Եվրոպա գնալը, եթե Եվրոպան իր հեռադիտակներով եւ կոստյում կալստուկներով մեզ կարող է պաշտպանել, դա պարզապես մանկամտություն է։ Այսօր Եվրոմիությունը ինքը ճգնաժամի մեջ է Ամերիկայի հետ կապված հարցերում, ինչպես կարելի է վստահել մի բանի եւ մի բան էլ նկատի ունենա թող մեր ժողովուրդը, որ մեր տնտեսության 40%-ից ավելը, եթե չեմ սխալվում, 50 կարելի ասել, մենք կապված ենք Ռուսաստանի հետ, մենք պետք է մեր բնական դաշնակիցների հետ ամենաառաջինը եզրեր փնտրենք, նորից վերականգնենք մեր հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, այսինքն այն դաշնակիցների, որոնք իսկապես ռազմավարական շահեր ունեն մեր երկրում։ Безопасностью, ну, не знаю, как мне кажется, большой прилив пошел из арабских стран, например, ну, допустим, даже те же самые индусы и остальные. Мне кажется, это надо как-то приостанавливать, либо очень тщательно за этим следить, вот. Ну, так, есть над чем работать. Թիվ 1 մեղավոր իհարկե իշխանությունն եմ համարում, իշխանությանն եմ համարում, քանի որ երկրի թիվ 1 ամբիոնից որոշվում են խարդախ որոշումներ են կայացվում եւ հետեւողականորեն իրականացվում եւ միանձնյա է այդ որոշումները կարծես թե կայացվում, եւ կարծում եմ, որ իշխանապողություն պետք է լինի եւ ովքեր հակառակը կպնդեն եւ մտածելու փոխարեն սկսեն ինչ-որ վատ կոմենտներ գրել ռոլիկի տակ, ես իրենց կառաջարկեի կարդալ Ջորջ Օրուելի Սկոտնի դվոր ստեղծագործությունը, որը նոր չէ, վստահ եմ շատերը գիտեն եւ կարդացել են։ Այնտեղ կգտնեն շատ իրենց պաշտելի պերսոնաժներին, քաղաքական գործիչներին, գուցե իրենց նաեւ գտնեն այդ պերսոնաժների մեջ եւ եթե ստեղծագործությունը կարդալուց հետո էլ նրանք դարձի չգան, ուրեմն ես վախենում եմ արտաբերել հիմա այն նախադասությունը, որ մտքից ծագեց, թե ինչ կլինի մեր հայրենիքի հետ։ Пока власть мы не поменяем, власть, мы ничего не сможем сделать, потому что он раскрывает ворота. Он раскрывает ворота, մեր враги դիմաց. Только власть, пока мы не поменяем, ոչ միայն безопасность բան մամուկ չի կարելով ապահովեք մեր ժողովրդի համար։ Այսօր մենք հենց լուծարված վիճակում ենք եւ հենց բացառապես այսօր այնպիսի մի օրինագիծ են առաջ քաշում, այսինքն որ փող ունեցողը, գումար ունեցողը հարուստը կարող է հանգիստ ազատվի ծառայությունից։ Եթե մենք իսկապես մեր կառավարությունը մտածում է բանակը հզորացնելու մասին, նախ պետք է դիրքերը ամրապնդվեն, նախ պետք է շինարարությունները սկսվեն հենց առաջի դիրքերում, որպեսզի հասկանանք, մեր սահմանը 5 անգամ բացվել է, Արցախը մեր դարպասներ, այսօր այդ դարպասը բաց է, ամեն վայրկյան գալիս են մեր հողերը գրավում են եւ մեր կառավարությունը ասում եմ ես ինչի պիտի կռվեմ այնտեղ ձունը տարին 12 ամիս այնտեղ ոչ մի բան չկա այսինքն եթե մի ղեկավարություն նման ձև է մտածում որևէ ռազմավարական դաշնակից չի գալու քո փոխարեն այդ հարցերը լուծի նախ մենք ինքներս պիտի անենք իսկ ռազմավարական դաշնակիցներ ունենալու համար դու պիտի մի բանի ինքդ պատրաստ լինես որպեսզի քո թիկունքը ինչ որ մեկը գա պաշտպանի։ Ես կուզեմ, որ ապագա կառավարությունը լինի պետականամետ, հայրենասեր, հավասարակշռված, ինչը հիմա չի նկատվում։ Գուցե միամիտ հնչի, բայց սրտացավ, քանի որ ես կարծում եմ, մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու համար հավելյալ մարդկային որակներ են պետք մեր ապագա եկող գործչին, որպեսզի մեր երկիրը դուրս բերի այս իրավիճակից։ Երևի Պուտինի նման մի մարդ է մեզ պետք, որ սիրի իր երկիրը, կռիվ տա իր երկրի համար, ամեն ինչ անտեսի, փորձի լավացնի իր երկիրը, բայց մեր երկիրը տեղով շատ դժվար երկիր է։ Իր հենց տարածաշրջանով դժվար երկիր է, իր քիչ բնակչությունով դժվար երկիր է, քիչ ռեսուրսով դժվար երկիր է։ Այս երկիրը չունի ոչ մի բան ծաղկելու համար, մի մարդու գործ չի։ Ուղղակի ունի լավ բնակիչներ, ունի մարդիկ, որոնք դեռ սիրում են իրենց երկիրը, փորձում են ապրեն այս երկրում, փորձում են ինչ-որ մի ձև զարգացնել։ Ազգային դիկտատուրա, եթե անկեղծ ինձ եք հարցնում, ազգային դիկտատուրա միայն այսօր բանակը բոլորովին լուծարել են այսօրվա իրանց օրենքով, որ
Ինչ էին դրել, քանի միլիոն, 20 միլիոն պիտի վճարի, 1 ամիս ծառայի, մանկապարտեզ ճամբար են դրել, ինչ են դրել այս բանակը։ Եվ մեր տղաներն մեղք են, որտեղ որևէ կահավորում չկա առաջնագծերում։ Ազգային բանակը, ազգային իշխանությունը երևում է իր քայլերից, իր կատարած քայլերից է երևում։ Հստակ մենք այսօր չունենք ազգային ղեկավարություն, որևէ հայկական ազգային շահ չի հետապնդվում, հակառակը թուրքական օրակարգեր են առաջ տանում, թե դպրոցական դասագրքերից վերցրած, թե բանակի օրենքները վերցրած, ազգային, այո, ազգային իշխանություն, ազգային դիկտատուրա իմ կարծիքով։